Սիրով ողջունում եմ ձեզ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, բարի լույս, բարի օր, ցանկանում եմ ձեզ քաջ առողջություն, երկար տարիների առողջ կյանք, կյանքը մի ամբողջ ճանապարհ է լեցուն, արևոտ օրերով ու մութ գիշերներով, կարևորը ոչ թե միայն հասնելն է վերջնակետին, այլ ապրելը սրտով, հավատով ու սիրով, կյանքի ամեն օրը փորձություն է և միաժամանակ հնարավորություն դառնալու ավելի ուժեղ, ավելի մաստուն ու ավելի բարի, հեղինակ՝ Նարա Հովհաննիսյան, սիրելիներս, պատուհանից ենք նկարել այս գեղեցիկ տեսարանը, այս ընկյուզենին, արևաշոտ արև եմ բերել բոլորիդ, այս գեղեցիկ ընկյուզենին օրորվում է մեղմ քամու ներքո և իրեն խշխշոցով մի գեղեցիկ մեղեդի է փոխանցում մեզ, սիրելիներս, Հայաստանից ջերմ բարևներ եմ բերել ձեզ, ջերմություն եմ բերել ձեզ, արև եմ բերել ձեզ, ովքեր կարոտել են, կարոտն եմ բերել ձեզ, իմ լավ հարազատ դարձած բարեկամներ, այս գեղեցկությամբ էլ սկսում եմ հոլովակ, այսօր որոշել եմ պատրաստել տապակա կարտոֆիլի սոխով, այստեղ ունենք հավ, լվացել եմ, որպեսզի ճաշ պատրաստեմ, կարագ էր գնել ամուսինս, հալ եմ յուղ պատրաստեմ, այստեղ պանիր ուներ, տալս լվացել է, որ պատրաստի հորած պանիր, ունենք շատ համեղ տնական լավաշ և տալս պատրաստելու է աղցան կաղամբակ, սիրելի հետևորդներ ջան, բուսայուղը լավ տաքացել է, ավելացնում եմ մի լավ թեյի գդալ ալյուր բուսայուղին, լավ խառնում եմ, որպեսզի ավելացնեմ կարտոշկան, այսօր ալյուրով եմ տապակելու կարտոֆիլը, հիմա ավելացնում եմ կարտոֆիլը, այսպես տարածում եմ հավասարաչափ, բերանը կծածկեմ, թող մի կողմը լավ կարմրի, նոր շուրջ կտամ, այդ ընթացքում սիրելիներս, նաև պղպեղ կխորովեմ գազի վրա, ասեմ, որ գազը բնական է, սիրելի հետևորդներ ջան, ուղղակի 2 աշկանի գազ է, հիմա գազի վրա կդնեմ մի երկաթկա, որի վրա պետք է խորովեմ ցանց, հիմա ցանցը բերեմ, այսպեսի մի երկաթե ցանց, կվառեմ, և կխորովեմ, կարտոֆիլ տապակայի հետ խորոված պղպեղը շատ համով է լինում, խոհանոցը շատ փոքր է սիրելիներս, հիմա շուռ տամ, տեսնում եք ինչ լավ կարմրում է, ալյուրով շատ լավ է ստացվում, հատիկ է ստացվում կարտոֆիլները, շուռ Հիմա ուզում եմ կարտոֆիլին ավելացնել կտրտած պղպեղ թարմը և սոխ, տեսնում եք լավ ստացվում է, թարմը սոխ չեմ սիրում ուտել, բայց կարտոֆիլի հետ տապակած կամ սոխ առած սիրում եմ, մի հատ էլ խառնեմ և թողեմ կարմրի, տապակվի,
Մի հատ խառնելուց հետո ավելացնում եմ աղա, սիրելի հետևորդներ ջան, նորից կխառնեմ, կթողնեմ, լավ կկարմրի։ Սիրելի հետևորդներ ջան, մեկ անգամ խառնել եմ պղպեղը, սոխը, կարտոֆիլ իրար հետ, բերանը բաց եմ թողել, որպեսզի լավ կարմրի, դառնա խրխրթան։ Երբ որ կափարիչը դնում ենք բերանը, գոլորշին ջուր է հավաքում, այդ ժամանակ կարտոֆիլը լավ չի կարմրի, այլ ոնց որ խաշվածի նման լինի։ Ես էլ սիրում եմ, որ մի փոքր խրխրթան լինի, կարմիր լինի, այդպես ավելի համեղ է։ Դրա համար կափարիչը չեմ դրել տապակի վրա։ Թող այդպես լավ կարմրի, որ նոր խառնեմ։ Արդեն լավ կարմրում է, սիրելի հետևորդներ ջան, հիմա տեսնում եք այդ ձայնը, այնքան եմ սիրում այդ կարտոֆիլ տապակելու ժամանակ այդ ճտճտոցի ձայնն։ Մինչ կարմրի լավ, ես գնամ սեղանը պատրաստեմ։ Այդ ընթացքում տալս պատրաստում է աղամբով, գյազարով, թարմը պղպեղով, վարունգով, աղցան։ Ամառային աղցան, մի խոսքով, վիտամիններով հարուստ, ամառային մի համեղ աղցան։ Սիրելի հետևորդներ ջան, ամառային այս տապակած կարտոֆիլը մենք սովոր ենք, չէ՞ ասել, կարտոլ ժարիտ։ Մենք չենք ասում գյուղերում կարտոֆիլը տապակեմ, ասում ենք կարտոլով ժարիտ անենք։ Մեր Արտաշատի բարբառով եմ ձեզ ուզում ասել, իմ լավ բարեկամներ, մի քիչ էլ մեր բարբառը չէ պետք է օգտագործենք։ Հիմա կխառնեմ մի հատ էլ, իմ լավ բարեկամներ, սիրելիներս, արդեն պատրաստ կլինի մեր կարտոշկայի ժարիտը։ Ամառը միշտ էլ ջրալի ճաշ չի ուտվում, չէ՞ սիրելիներս, համաձայն եք ինձ հետ։ Միշտ տապակում ենք կարտոֆիլ, պղպեղ, սմբուկ, լոլիկ, թե խորովում ենք, թե տապակում ենք, այդպես ավելի համեղ է։ Ամառը չի լինում շոգի ջրալի ճաշ պատրաստել և ուտել։ Այս ընթացքում զանգահարեց որդիս հարցիս հետ, իսկությունը հարցնելու, հալու քեֆը հարցնելու, հիմա խոսեմ, նոր գամ մի հատ էլ խառնեմ, արդեն պատրաստ կլինի։ Վերջացրեցի խոսելը հեռախոսազանգով, եկա և խառնում եմ։ Արդեն համարյա լավ կարմրել է։ Վերջացրեցի կարտոֆիլը պղպեղով և սոխով տապակած, տալս պատրաստեց, վերջացրեց աղցանը կաղամբով թարմը, վարունգով, պղպեղով, խորովեցի կծու և քաղցր պղպեղ, մեզ բարի ախորժակ։ Սիրելի հետևորդներ ջան, ճաշեցինք, վերջացրեցինք, հիմա դուրս ենք եկել, դրսում նստել ենք, հանգստանում ենք, ասում խոսում ենք, զրուցում ենք։ Ամուսինս քաղել է նուշ, կոտրում է, որպեսզի մեզ հյուրասիրի, տեսնում եք ինչ լավ նուշ է, ասեմ որ շատ համեղ է, իմ լավ
բարեկամներ, սիրելիները ժամանակին ամեն տեսակի ծառապտող կար իմ տալի հողամասում։ Այս գեղեցկությամբ էլ այսօրվա հոլովակը, այս փոքրիկ կարճ հետաքրքիր հոլովակը ավարտում եմ, սիրելիներս, ձեզ մաղթելով առողջություն, առողջություն, առողջություն։ Առողջությունը ամենաթանկն է բոլորիս համար։ Եղեք առողջ, իմ լավ բարեկամներ, ցտեսություն, մինչ նոր հանդիպում։ Հայաստանիս համն ու հոտը, ջերմությունը, գեղեցկությունը փոխանցում եմ ձեզ բոլորիդ։ Բաժանորդագրվեք, սեղմեք լայք և մի լավ գրառում գրեք։